պահանջում եւ խնդրում ենք ազատություն տալ այդ հրաշալի իսկապես մարդուն եւ հասարակության մեջ նրան չհամարել հանցագործ, առավել եւս քաղաքական ինչ-որ հանցագործ, քանի որ դա մեկը մյուսի հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի եւ մեր այս հավաքներն եւ քայլերն ընդհանրապես քաղաքականության հետ որևէ կապ չունի, ուղղակի պարզապես չենք կարող մի կողմ մնալ, երբ մեր ընկերը այսպիսի իրավիճակում է հայտնվել։ Հավաքվելով փորձում ենք հանրությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր դասընկերների հետ եւ ակնկալում ենք, որ հանրության միջոցով ինչ որ գործողություններ տեղի կունենան այդ գործի շուրջ։ Այդ մեղադրանքները նրա մասին չէին կարող լինել, նա այդպիսի պահված կյանքում չի ցույց տվել կամ դրսևորը արքուստ մոտիկից ընդհանուր ծանոթ լինելով նրան։ Այս հավաքը ուրիշ միտք չունի։ Միայն Դավիթին տնային կալանք տալու եւ Դավիթի ազատության հետ կապված որոշման փոփոխության Երեխաները մեզանից շատ են անհանգստանում, հավատացած եղեք ու բավականաչափ, ինչ ասեմ, իրանց մոտ կոտրվել է այդ արդարության այդ ամեն ինչի չի կարելի, չէ, այս մատաղ սերնդի մոտ միանգամից կոտրել, որ այս երկրի արդարադատությունը բա որտեղ է, այն ամենածանր հանցագործի նման տանել ու Արմավիրի քրեակատարողական հիմնարկ կալանավորում, երբ որ մարդասպանները տնային կալանքում են գտնվում։ Ախր չգիտեմ, չկա ինչ-որ իրավասու մարմին, պաշտոնատար անձ, որ միջնորդի, թեկուզ մարդու իրավունքների պաշտպանը խափանման միջոցը փոխեն։ Մենք չենք ասում արդարացնենք, թող գնա այդ քննությունը, թե մեղավոր է թող պատժի, բայց ես վստահ եմ, որ մեղավոր չի։ Ես այդ երեխային 12 տարի եմ ճանաչում։ Ես չեմ պատկերացնում, թե դատավորը, թե որոշում կայացնողները եւ թե այսօր չմիջհատնողները, իրենք ծնողներ չեմ հասկանում։ Կամ այդ երեխայի հետ խոսելիս իրենք չեն պատկերացնում ինչ երեխայի հետ գործ ունեն։